Սիրելի տիկնայք և սիրելի պարոնայք, ձեր էկրաններին է Ներսարի գիշերային շոու, այո, գիշերն ազդարարում եմ բացված, այսօր մեր հատուկ հյուրը Նազենի Հովանիսյանն է, բայց մինչ նա ներս կգա, եկեք ողջունենք մի մարդու, ում ծնողները նրան փոքր ժամանակ ասել են, դու պիտի մեծ մարդ դառնաս, ու նա դա բառացի ընդունել է, տիկնայք և պարոնայք, դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ եւ այստեղ ներկա գտնվող անհավանական մարդիկ։ Սա Ներսարի գիշերային շոուն է, որտեղ մենք ձեզ հետ կծիծաղենք, կզարմանանք եւ հնարավոր է մի քիչ էլ կմտածենք կյանքի մասին, բայց խոստանում եմ առանց ծանրացնելու։ Այսօր խոսելու ենք ուտելիքի մասին։ Այո, մարդու ամենամեծ սիրո ուտելիքի մասին։ Ի վերջո մեր ազգը առաջինն է, որ լուրջ ընտանեկան հարցերը լուծում է թող ուտենք, հետո խոսենք սկզբունքով, կամ ոչինչ չկա աշխարհում, որ հայ մարդը հացի շուրջ չքննարկի։ Պետքա տուն գնել, լավ, սեղան գցենք, որոշենք, պետքա աշխատավայր փոխել։ Արի մի բան կեր, հետո կասեմ։ Մի խոսքով մեր սեղանները, մեր խորհրդարանն են, մեր խոհանոցները, մեր մոլորակը։ Ու այդ ամենը այնքան օրգանական է ստացվում, եթե ուտելիք չկա, ուրեմն հաստատ կարևոր հարցերի մի մասն էլ սուրճի շուրջ են լուծվում։ Ես ձեզ վստահ բան եմ ասում։ Անլուծելի հարցերն էլ կոֆեի բաժակի տակ են, սուրճի թուրմը, մրուրը ու բախտի տերը։ Հիմա եկեք մի պահ ուշադրությունը շեղենք ուտելիքից ու անցնենք մեր բենդին։ Տղեկ, բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք ու ուրախ ձեզ այստեղ տեսնել։ Ու ասում են, որ էլ ինչ սեղան առանց լավ երգի ու պարի։ Հարութ, օրինակ կա տենց երգ, որ պետքա լսել անպայման ուտելուց հետո, որովհետև սոված մարդը չի դիմանա։ Ռուբենի դեմքին նայելուց ես միշտ մի հատ երգ եմ պատկերացնում, տենց ինքը միշտ սոված է հիմնականում լինում ու սիրում է տենց երաժշտություն։ Տենց ինձ թվում է խորովածը ավելի Տես ռոբոտ դարձավ սոված երաժիշտ մեր ձեռքում։ Լսենք ձեր տարբերակը, իսկ ես գնում եմ բար, որովհետև մի կարևոր բան էլ կա։ Aranskini anhambane jan Duy 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 Morovate shatabane jan Duy 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 Aranskini anhambane jan Duy 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 Բայց ասեմ, եթե Ռուբոն շատ նվագի այս երաժշտությունից հաստատ սոված չի մնա ու ասեմ, որ այս ամեն ինչից մի անբաժանելի բաղադրիչ էլ կա, իհարկե խոսքը լավ ալկոհոլի մասին է ու լավ հայկական կոնյակի, եւ ես կրկին ներկայացնում եմ Viendem կոնյակը, որը վստահ եմ հենց հիմա էլ ոմանք վայելում են հեռուստացույցի դիմաց նստած կամ պատրաստվում են, բայց գլխավորը դրա համը, որն այնքան նուրբ է, որ խմելուց ուզում ես ասել, շնորհակալություն, որ կաս Viendem։ Viendem կոնյակը հայկական ավանդույթների եւ վարպետության մարմնացումն է։ Այս բացառիկ խմիչքը պատրաստվում է ընտրված խաղողի սորտերից եւ հնեցվում է կաղնու տակառներում, ունի հարուստ բույր եւ նուրբ համ։ Viendem կոնյակը բազմաշերտ համային նոտաներ ունի, որոնք ընդգրկում են չորացած մրգերի, վանիլի եւ կաղնու նրբերանգները։ Այսօր իմ հյուրին ես հյուրասիրելու եմ Viendem 10 տարեկան կոնյակ, այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ մենք կհանդիպենք շատ կարճ դադարից հետո։ Լուսերանձնես երազներից նման Անիրական սերես անիրական Իմ աշխարում էլ չկա քեզ նման Անիրական սերես անիրական Իմ աշխարում էլ չկա քեզ նման Անիրական սերես անիրական Լուսերանձնես երազներից նման Եկատասեմ թե հրաշք, նայում է քեզ հազար աչք, անգամ քո բույրից, ծաղիկներն են պաղչում սիրելիս, սերասեմ քեզ թե հմայք, դվիր իմ սրտին դու կյանք, բառեր չեմ գտնում, անգամ բառն է պաղչում ինձանից։
Կներնայք եւ պարոնայք, մենք վերադարձանք ու պատկերացնում եք երկարատև դադարից հետո նայել է վերադարձել հեռուստատեսություն։ Նա այն մարդն է, ով կարող է այնպես խոսել որևէ բանի մասին, որ ուտելն էլ մոռանաս, խմելն էլ։ Նա հրաշալի է, խելացի ու ակտիվ, ապրում է այնպես, որ թվում է, թե երբեք չի օգտում։ Դիմավորեք Նազենի Հովանիսյան, Ներսարի։ Diva is a female version of a hasta, of a hasta, of a hasta. Na diva is a female version of a hasta, of a hasta, of a hasta. Բարի երեկո, բարի գալուստ Ներս, շատ ուրախ եմ քեզ տեսնել կրկին ներսում ու շնորհակալ որ այստեղ ես, ոնց ես։ Բարի երեկո, շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, բա ես որքան ուրախ եմ Ներսես ջան, նորից ու կրկին լինել քո տաղավարում, բայց ինչ որ փոխվել է հաճելիորեն։ Շնորհակալություն, մենք աշխատում ենք, անընդհատ փորձում ավելի ջերմ ու գրկաբաց լինել ու շատ լավ է որ դա ակնհայտ է։ Ոնց ես անում որ միշտ այսքան լավ տեսք ունես ու միշտ այսքան սիրում ես։ Դու բարի աչքով ես նայում ինչ խոսք։ Միշտ։ Եթե առհասարակ ես լավն եմ, իսկ այն որ աշխատանքը մեզ պահում է ճիշտ կազմի մեջ եւ չի թողնում որպեսզի թուլանանք, ընկճվենք, չաղանանք եւ ինչու ոչ, ծերանանք, այդ փաստ է։ Հեռուստատեսությունը լինի դա YouTube-ի ձևաչափում թե իրական հեռուստատեսության, իսկապես մարդուն պահում է զարկերակի վրա։ Իսկ զարկերակը եթե խայտուն է, առույգ է, ուրեմն դու կլինես այդպիսին։ Հրաշալի մեթոդ կարծում եմ, որին պետք է հետևել։ Ինչ լավ է որ չհնչեց այն ամենահայտնի տարբերակը սառնարանում քնելու եւ լավ պահպանվելու, որտեղ մարդիկ երբեմն չեն կիսվում իրենց գաղտնիքներով։ Եթե լինենք անկեղծ, ես իհարկե գերադասում եմ սառը օդը, եթե ծովափին չեմ։ Իմ սենյակում շատ սառն է օդը։ Ես քնելիս պետք է ունենամ կամ միջանցիկ քամի, կամ բացած պատուհան, կամ շատ ավելի սառը ջերմաստիճան, քան իմ այլ սենյակներում, այո, այդ հրաշալի մեթոդ է, առհասարակ դա բոլորին է պետք, որպեսզի ձեր ննջարանը լինի մի քիչ ավելի սառը, քան հյուրասենյակը, օրինակ, որտեղ հավաքվում եք։ Ես ուրախությամբ ուզում եմ հայտարարել ու մեր հեռուստադիտողին էլ հայտնել, որ Արմենի հեռուստաընկերությունը է վերադառնում Համի ուժը գաստրոնոմիական շոուն եւ իհարկե Նազենի Հովանիսյանը, շնորհավորում եմ քեզ, մեզ բոլորիս այս կապակցությամբ, Նազ դու կրկին կլինես հեռուստաէկրանին, խոսենք Համի ուժի մասին։ Ոնց եղավ, ոնց վերադարձավ, այս ամենը ծնվել էր 17-ին, 3 տարի ապրեց, հետո դաթար ու հիմա դաթարից 5 տարի անց կրկին էկրան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց կոնկրետ հեռուստաընկերությանը, ոչ թե առհասարակ հեռուստատեսությանը։ Նորից, երբ որ ինձ ասում են իսկ ուր եք հեռուստատեսությունում չկաք ընդհանրացնելով, YouTube-ն էլ իր ձևաչափում նույն հեռուստացույցն է, ուղղակի ավելի փոքր տարբերակում կամ ավելի տարբերակ, այլ տարբերակում։ Ես Armenia TV-ին շնորհակալ եմ, որովհետև քանի որ Համի ուժը ծնվել էր ի սկզբանե նրա համար ու ցույց էր տրվել հենց այս ալիքով, իմ առաջարկին ու նրանց այս մեր համատեղ երկխոսության մեջ այնքան սիրուն ձևավորվեց էլի այս համագործակցությունը, ես շատ շնորհակալ եմ, որ Համի ուժը նորից ու կրկին եթերը գնալու հենց Armenia TV-ով, գնալու է յուրաքանչյուր կիրակի, եթե ճիշտ եմ հիշում, 19:30-ին, որպեսզի մարդիկ արդեն իրենց առօրյա հոգսերից հետո նստեն, նայեն, հասկանան ինչ կարելի է պատրաստել եկող շաբաթվա համար, կամ սովորեն նոր բան։ Այո, 17 թվականին, երբ սկսեցի Համի ուժը, իմ գերնպատակը պատմությունը պատմելն էր։ Որևէ պատմություն մեր մասին է։ Մենք կյանքի տարբեր էտապներում, տարբեր պատմություններից ենք հյուսված, մեր բջիջներով է գալի, ԴՆԹ-ով է գալիս, լինի 150 տարի առաջվա պատմությունը, լինի ողբերգական պատմությունը, թե երջանկության մասին պատումը։ Եվ Համի ուժը ուտելիքի միջոցով պատմող պատմություններ, նաև ժամանակակից ակցենտով, իհարկե։ Հետո 2020 թվականին մենք նկարեցինք իմ սիրելի շարքերից մեկը հայոց գինիների մասին, հայկական 55 եւ ավելի գինեգործարանի անդրադարձանք, պատկերացրեք մի եթերաշրջանի ընթացքին, եւ վերջինը պետք է լիներ Արցախը, Կատարոն։ Ու մենք չհասանք։ Սեպտեմբերի 27-ին մենք պետք է գնայինք արդեն, ներեր 29-ին մենք պետք է գնայինք Արցախ, Կատարոն նկարելու։ Ու 27-ին սկսվեց այն ինչը սկսվեց ու մենք չհասանք Արցախ նկարելու։ Եվ դրանից հետո ես էլ դադար էի տվել ինձ իմ կյանքին, իմ գործունեությանը շատ երկար ժամանակ, հետո սկսեցի բոլորիս պես մաս առ մաս ինձ հավաքել եւ կարողացանք մի քիչ ռեսուրս, մի քիչ ուժ, մի քիչ ցանկություն, մի քիչ համառություն, որը փառք Աստծո դեռ ունենք եւ
25 թվականը ինձ համար շատ թանկ է, որովհետև ես նորից մեկնարկում եմ համի ուժը ու ոչ պակաս կարևոր է, իմ կողքին են կրկին իմ ընկերները, որոնք վաղուց գործընկեր չեն, իմ հարազատ ընկերներն են ընտանիքի անդամի պես, Հրաչ Քեշիշյանը, Նոեմին, իմ Լուսինեն, Սոֆին Մխեյան, մեր օպերատորական կազմը, մեր հնչյունային ռեժիսորը, անպայման մոնտաժը, այսինքն Հայկը ու այս համախումբը մարդկանց ինձ համար համի ուժի համի կարևորությունն ունի, հասկանում ես։ Միանշանակ, այո, մթնոլորտն ու էներգետիկան շատ կարևոր է։ Եվ սկսելու ենք սուրճից, որովհետև սուրճով սուրճը իմ սիրելի հաշթեգն է ու ես շատ եմ սիրում սուրճ ու գիտեմ, որ հայերս ընդհանրապես սրճասեր ենք ու միշտ ասում եմ ավելավ է մարդ լինի սրճախում, քան առնախում։ Գոնե։ Գոնե։ Լինենք սրճախում եւ այդպես։ Պետք է որ հետաքրքիր ճանաչողական, ուսուցողական եւ ժամանցային հաղորդումների շարք լինի։ Իսկ կարող ենք ենթադրել, որ նաեւ այս վերադարձը մեզ կարող է թվալ ազդանշան, որ 25-ին մենք կտեսնենք ավելի ակտիվ Նազանի Հովհաննիսյանին, ով ավելի համառ է վերադառնում, հա, այդ փշուրներից հետո, փշրվելուց հետո, այս վերականգնողական 5 տարիներից հետո, այսպես ասեմ։ Կա ասածիդ մեջ խորքային մաս եւ ճշմարտություն, իհարկե, եթե լինենք ազնիվ, իմ YouTube-յան էջում ներսես, ես ունեմ ամեն 5 շաբթի օրը ուղիղ եթեր, երեկոյան 8-ից ոդկաստ կարևորագույն թեմաներով։ Լինի դա ամենակենցաղային հասարակ հարցը, ասենք աղի օգտակարությունը ենթադրենք, կամ աղմուկի ազդեցությունը մեզ վրա, մինչև պատմական Հայաստանին վերաբերող հետաքրքիր պատմագրող կամ հյուր, պատմաբան, կամ այսինքն ցանկացած ոլորտի մարդ, ամեն 5 շաբթի։ Ես ունեմ նախկին համի ուժերը, որոնք հիմա գնում են արդեն YouTube-ով եւ նոր համի ուժը, որը պետք է գնա էլի YouTube-ով իմ ու Armenia TV-ի եթերով հավատքի ուժն ենք մենք մեկնարկել, որը ամենաբարդ նախագիծն է ինձ համար եւ ամենադժվար ստացվող իդեպ տենց գայթակղություններով, սայթակումներով, ներքին կոնֆլիկտներով լեցուն է մեր ուղին, երբ որ սկսում ենք հավատքի ուժը եւ նորմալ է դա ու քչություն էր անում այդքանը։ Ես պիտի գայի սրան իրականում այս բոլոր նախագծերը, որոնք դու թվեցիր ենթակետերով անդրադառնայի դրանց ու վերջում հարցնեի ոնց ես դու այս ամեն ինչը կարողանում հասցնել անել ու միշտ լինել իդեալական, միշտ լինել պատշաճ, միշտ լինել պատրաստված, միշտ լինել տեղեկացված ու եթե նույնիսկ ավելի ծավալվենք կգնանք մյուս աշխատանքները, որոնք եթերային չեն, բայց վստահ էլի դրանք ժամանակատար են, կորպորատիվները կլինեն, միջոցառումները կլինեն, շրջագայությունները կլինեն, ներկայացումները կլինեն, ասմունքի երեկոները, այս ամեն ինչին պիտի անդրադառնանք ու դու նաև պիտի ասես ոնց ես հասցնում այս ամենը։ Ես միշտ զարմանքով հետևում եմ երեխա ունեցող մայրերին, ոնց են նրանք ընդհանրապես հասցնում Երևան քաղաքի բանուկ խճոխված անհասկանալի երթևեկության մեջ հասցնել երեխաներին դասի, պարապմունքի կամ համալսարան, նայած ով որ տարիքի է։ Եվ եթե նրանք այդքանը հասցնում են եւ դեռ հասցնում են իրենց տան կենցաղավարությունն ապահովել, ապա ես առնվազն պետք է հասցնեմ տալ բովանդակային արտադրանք, ինչքան էլ դա դժվար է եւ իմ ռեսուրսներից է շատը գնում, որովհետեւ որպես այդպեսին մեծ հովանավորներ ես չունեմ կամ չունեմ առհասարակ, հա, բայց ինձ դուր է գալիս, երբ որ ես աշխատում եմ, իմ աշխատանքի մի հատվածը ներդնում եմ բովանդակային կոնտենտի վրա եւ դա մարդկանց մի քիչ, եթե մի խազ օգուտ է տալիս, ուրեմն ես անիմաստ չեմ ապրում։ Դրանք էլ իմ երեխաներն են։ Ու չգիտեմ, հասցնել մեկ-մեկ մի քիչ ոնց որ դժվում ենք, բոլորս մի քիչ։ Նայած օր, նայած Նայած սեզոն։ Նայած սեզոն, այո։ Չէ, նայած ինչքան են մեզ ցնցում արտաքին ու ներքին հարցերը մեր երկրի կամ աշխարհի, եթե քիչ են ցնցում, ավելի արդյունավետ ես աշխատում, եթե շատ են ցնցում, աշխատում ես, բայց արդեն այն ներքին այրման շարժիչի հաշվին, անշուշտ։ Խոսացիր արտաքին ցնցումներից, գիտես, այսօր հենց առավոտյան եմ ես միտքը ունեցել, դրա համար մի քիչ շեղվելով մեր բում թեմայից։ Այսօր էլի առավոտը բնականաբար սկսել եմ լուրերը լսելով ու մտածում եի, որ ինչ փոխվեց մեր կյանքում, մտածում եի ես եմ մեծացել ու հիմա սա նորմալ է իմ կյանքում, որ ես ամբողջ օրը եթե ունեմ ազատ ժամանակ, այդ ինչ որ ավելի ուրիշ բան անելու փոխարեն ես միշտ դա տրամադրում եմ լուրերին կամ ղեկին անընդհատ լուրեր եմ լսում թե տեղական թե միջազգային, տենց էր կյանքը նաև 15-20 տարի առաջ, թե ամեն դեպքում սա իսկապես կապ ունի վերջին տարիների հետ, նոն-ստոպ արհավիրքների հետ, որը աշխարհում առհասարակ տեղի ունեն։ Մենք իհարկե մեծանում ենք։
եւ դրա հետ մեկտեղ հասունանում ենք, բարեբախտաբար չենք մնում ինֆանտիլ։ Եվ դու որպես հասուն մարդ պետք է հասկանաս աշխարհում ինչ է կատարվում, որ հասկանաս քո վաղվա օրը քո ընտանիքի մտերիմների համար, հա, ինչպես կառուցել, ինչպես ապահովագրել նրանց, քո ասած այդ արհավիրքներից, եւ իհարկե ժամանակն է, խտացել է եւ այնքան է վարկյանում տեղի ունենում խնդրահարույց իրողություն, որը եթե քառակուսի մետրով հաշվենք, այն որ քառակուսի մետրի վրա չտեղավորվող իրադարձություններ են տեղի ունենում։ Առաջ այդպես չէր, շատ տասնյակ տարիներ առաջ, ընդ որում մեր սերունդն արդեն ավելի արագացել է, էլուր մնաց այս խեղճ նոր երիտասարդները։ Այս դեպքում հա դու խիսախ տղա ես, եթե այդքանը կարողանում ես լսել, մարսել ու մնալ այսքան լավատես, պայծառ ու բարի։ Այո, դա ընտրություն է եւ ի վերջո։ Եվ որոշում։ Գանք մեր հիմնական թեմային օրվա, եթե լինեիր կինո, ինչ ժանրի կլինեիր։ Բա ես շատ լուրջ կոմեդիա եմ։ Ուղղակի ինձ այդպես ինչ գիտի, ես իսկապես շատ կոմեդիա։ Շինարարական պատմությունները իմանալով ես այդ ժանրը մենակ արդեն գիտեմ, որ դու ուր գնում ես շինարարություն։ Չէ, ոչ միայն դա։ Ես ահա որ սև հումոր ունեմ։ Շատ լուրջ սև հումոր ունեմ։ Այնքան որ երբեմն ինքս ինձնից ամաչում եմ։ Ես ահա որ հումորով մարդ եմ ու նաև շատ կենսախինդ։ Ուղղակի վերջին տարիներին շատ է կներեք, բայց ողբի ու լացի թեման ու եւ այդտեղ նույնիսկ իմ առողջ ցինիզմը կամ սև հումորը չի կարող բուժել ու ինձ հանել էլի այդ փոսից։ Փորձում եմ բարբերաբար, բայց միշտ չի որ աշխատում է։ Բայց որ ես կոմեդիա եմ, հա, հետո այնինչ շատերը անում են հարթ ու հանգիստ, ես կարող եմ անել ահա որ տարօրինակ ու մի տեսակ հարմար ասենք ամենասովորական վազքը, մարդիկ վազում են, նորմալ վազում են, չէ՞։ Ես վազում եմ ֆիլմի համար ու կողքից հետո որ ինձ նայում եմ, դե ավելի ծիծաղելի պատկեր, քան ես վազելիս աշխարհում չկա։ Մի տեսակ բադի նման։ Նորից կապ չունեմ ես։ Կոմեդիան ենք ընտրում։ Ես կոմեդիա եմ։ Շատ լավ։ Գանք դերասանուհի Նազենի, ինչ դեր կա որ կուզես խաղալ կամ ինչ դեր կա որ մտածում ես դեր պիտի խաղալ։ Լսի աշխարհի դերերը կան որ կարելի է խաղալ։ Ընդ որում պարտադիր չի դա լինի անպայման Lady Macbeth կամ ված բան ասեմ, կարելի է այս տարիքում անգամ խաղալ Ջուլիետ։ Ոչ թե որովհետև ես մնացել եմ անբավարար ու չեմ հասցրել խաղալ, ես Ջուլիետ խաղացել եմ իմ շատ սիրելի կուրսղեկի բեմադրած Արմեն Մազմանյանի բեմադրության մեջ կուրսային խաղացել եմ, բայց կարելի է այս հասունությամբ խաղալ են դերերը, որոնք նախանշված են երիտասարդ տարիքի մարդկանց համար։ Ես հիմա կխաղայի Պատ, լրիվ ուրիշ կերպ, երեք ընկեր վեպի միջի հերոսուհին է։ Հաճույքով վայելեցի ձեր քո Անի Խաչիկյանի մասնակցությամբ երեք ընկերը դրամատիկական թատրոնի բեմում Քեշիշյան Հրաչի բեմադրությամբ վայելեցի եւ հիմա ու կողքից երբ նայում եմ ես կխաղայի լրիվ ուրիշ կերպ որովհետեւ այո ես այդ ժամանակ հասուն չէի նույն կերպ հասուն չէի իմ բոլոր նախկին ֆիլմերի ժամանակ Պարզապես մի հատ կարևոր լավ բան կա այդ ներքին հասունությունը որի մասին դու անգամ գաղափար չունես ճիշտ արտահայտվում է քո դերերում, այն ժամանակ, երբ պետք է։ Հետո դու կողքի աչքով երբ նայում ես, ասում ես ինչպես, միթե ես հասկացել եմ, որ այս խնդիրն ունի տվյալ կերպարը։ Այստեղ լավ վատ խաղալու մասին չի, պարզ է, որ լավ խաղ չի կարող լինել, այն պարզ պատճառով, որ խաղ էինք ում էինք ու ընդհանրապես։ Ես իմ մասին շատ խիստ եմ, շատ։ Հիմա այլ կերպ կխաղայի ու այո, կան դերեր, մնում է լինեն այդ դերերը, ստեղծվեն ֆիլմեր Հայաստանում քիչ են մեզ մոտ ֆիլմը գիտեք արհեստական շնչառությամբ ապրող մարդու պես է ֆիլմ արտադրությունը Հայաստանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով է Վաղ անցյալում երբ մենք դեռ աշխատում էինք հանրայինում Հրաչը եւ ես այն ժամանակ հանրայինը պատվիրում էր տարբեր դասականների հենքով ֆիլմեր կամ Armenia TV-ն այն ժամանակ ուներ Գարեգին Նժդեհը ու տարբեր էլի նմանատիպ հետաքրքիր ֆիլմեր ու պրոյեկտներ սրանք մեծ կտավի գործեր են որոնք դժվար է միայնակ իրագործել կամ գուցե պետք է լինի պետական մոտեցում ֆիլմ արտադրությանն առհասարակ անսամբլ աշխատանք է ամեն ինչ պետք է ունենա համակարգ առանց համակարգի շատ դժվար է դրա համար անհատ ռեժիսորները երիտասարդ վերցնում են ավելի թեթև ժանր նույն կոմեդիան կամ սիտուատիվ կոմեդիաները որոնք հեշտ են արագ են գովազդային առումով նաև հնարավոր է վաճառել ու ստանալ դրա հետադարձը գումարի տեսքով ու բոլորովին չեմ մեղադրում որևէ դերասանի սերիալում խաղալու համար կամ դրա պատճառով կամ այդ սիտկոմերի մեջ խաղալու համար
Ինչ անի դերասանը, ավարտեց, ներսես, ինչ անի։ Դե հա, բարդ է իրականում, քիչ պարադոքսալ։ Ասում են վարում են հարսանիք, ինչ անեն, որ չվարեն հարսանիք, կասես խնդրում եմ, ինչպես վաստակի իր գումարը։ Բոլոր թատրոններում չէ, որ կան դերեր, կան շտատեր եւ այդ գումարով նորմալ մարդը չի կարողանա ապրել։ Մենք չունենք վաղուց նաեւ շրջաններ էին, չէ, ուղղորդում առաջ, շատ հետաքրքիր կապ էր ստեղծվում սովետի ժամանակ, բանի մարզերի ու քաղաքի միջև։ Այդ էլ է անջատվում է, հասկանում ես, կամ մարզից գալիս է այստեղ մնում է այստեղ, կամ այստեղից գնում է այնտեղ ու մոռացվում է։ Չկա այդ երկխոսությունը։ Ու ստացվում է, որ մենք արտադրում ենք չափազանց մեծ քանակի դերասաններ, կամ միջին քանակի ռեժիսորներ, կամ ինչ որ X քանակի օպերատորներ, եւ նրանք բոլորը իրար հետ անկապի մեջ են։ Չեն կապված չեն։ Եվ այդքան լավ չի։ Այո, հուսանք որ կապը վերագտնվի։ Կապը պիտի վերագտնվի ու կապի միջոցն է նաև այդ ֆիլմը որպես արդյունք, լավ ներկայացում է իբրև արդյունք։ Ազատ թատրոնները, բեմերը նկատի ունեն, որոնք չլինեն, ասենք թե խայտարակ թանկ վարձավճարով, որովհետև ես ինքս երբ ուզում եմ գնալ բանաստեղծական երեկո դնել այս կամ այն բեմում, ես հասկանում եմ, որ այդ ծախսերը պետք է կարողանամ հաղթահարել ու տոմսը ինքնին արդեն թանկանում է։ Բայց չէ՞ որ ես պետք է հաշվի առնեմ ինքնարժեքը ուղղակի երեկոյի հանելու։ Այսօրվա մարդու ապրելու զամբյուղը միջին։ Հա, կարելի է դնել բան, $1 միլիոն մի տոմսի արժեքը։ Դե հետո իմաստը։ Լավ, գանք մելոման Նազելին հիմա ու մի քիչ խոսենք երաժշտության մասին։ Առասարակ ինչ ես լսում հիմա, ինչ կա քո փլեյլիստում։ Փորփրենք մի քիչ փլեյլիստը։ Հենց հիմա բացեմ։ Այո։ Ասեմ։ Նայր, իմ ընկերուհի Սոֆի Մխեյանը, իմ Լուսինեն, նաև քույրս երբեմն, երբ նստում են իմ մեքենա, ասում են դե հա լրիվ ուրիշ եղանակ է քո մեքենայում եւ այդպես է։ Այսպես։ Ինչը բացեմ, ինչն ես ուզում լսել։ Վերջին շաբաթվա, վերջին ամսվա երգերը, որոնք պատտվում են փլեյլիստումդ։ Գարունը արդեն եկել է քո փլեյլիստը։ Չգիտեմ, Գանանային է թե չէ։ Լավ նորմալ բան դնեմ, դե չէ կկախվես դու։ Ասենք ես, սա essential French jazz էր։ Իսկ քշելուց լսում ես։ Այո։ Միշտ։ Ես խառը մյուզիկ եմ լսում, բայց ես հակասում։ Ես սիրում եմ ջազ, բայց ես ավելի շատ սիրում եմ դասական երաժշտություն եւ իմ ամբողջ փլեյլիստը այս դրամատրությունն է։ Հա, դե գարունը եկել է։ Մի քիչ գիտես աֆրիկական, ֆրանսիական, ջազային, էթնիկ, այս միքսը։ Մի քիչ էլ անորոշ, այն որ գլխիդ գալիքը չգիտես։ Լավ։ Սիրուն է շատ։ Որոնք են քո top 3 արտիստները։ Նայոց, եթե հներից, ես շատ սիրում եմ Sting։ Այսօրվա, ոչ թե այսօրվա արտիստները, այլ հենց հիմա, ովքեր որ քեզ համար քո top երյակում են։ Դե ես սիրում եմ Brian McKnight, հենց հիմա ու միշտ նա իմ top երյակում է։ Ես շատ սիրում եմ Kate Jarrett, որպես երաժշտի ու որպես երևույթի։ Ես շատ սիրում եմ հայկական, ավելի հեշտ է ասել հայկական playlist-ից մեջ, հիմնականում ինչ տիպի երաժշտություն կա։ Օրինակ Արփի Շահնուբարյանի կատարմամբ այն հին հայկական մեղեդիները կամ Վիգենի Հովսեփյան էլի հայկական մեղեդիները կամ քո կատարմամբ մեր լսում եմ ու վայելում եմ։ Ահա որ շատ կա իմ playlist-ում Հայկո շատ կա, այն որ քիչ անհարմարել եմ զգում այդքան շատ։ Սպասիր նայեմ էլի, ինչ դժվար հարցեր եք դուք տալիս։ Բայց այս շատ լավ հարց է։ Նայ, Մոցարտ, հիմա օրինակ Ստուդինսկի ունեմ, կամ ասենք Սոֆիան Պամար, հասկանում ես, այնքան խառը տարբեր տրամադրություններ դասական, հա, ես ունեմ արի սենց որոշենք։ Ես ունեմ երաժշտության մի քանի կերպար։ Երաժշտություն, որի մեջ կա լռություն։ Երաժշտություն, որի մեջ կա շատ կյանք ու ռիթմ, օրինակ ես շատ սիրում եմ էլեկտրոնային երաժշտություն։
Ահա որ եմ սիրում։ Դա ինձնից անսպասելի է, բայց այո, ես սիրում եմ։ Ու ես կարող եմ ուղղակի միացնել այդ ռիթմը, մի հատ սովորական ռիթմ, գնալ, ասենք, Դավիթ Արմանի կամ յուրահատուկ միքսեր անող ժամանակակից երաժիշտների կամ Տիգրանի Համասյան միքսերը լսելով կիլոմետրեր վարեմ։ Իսկական դա էդի մինի ակումբն է իմ մեքենայի մեջ։ Եվ կարող եմ ժամերով լսել, ասենք, Հայդեն կամ Վիվալդի կամ Շոպեն ու իմ Հալաջյան հայ կոմպոզիտորներից կամ Էդվարդ Միրզոյաններ։ Ես իսկապես նրանց բոլորին լսում եմ։ Եվ բոլորը կան քո խառնվածքում։ Հա, կան։ Ես չեմ լսում ռաբիս, ոչ թե որտեղ դա բաթ է կամ բան, ես չեմ լսում, ես չեմ կարողանում։ Ունեմ ընկերներ, որոնց շատ սիրում եմ։ Ես շատ սիրում եմ նրանց այդ սիրտը, որովհետև տաք են ջերմ են, բայց դա իմ երաժշտությունը չի։ Ու մեր այդ ընկերության մեջ ամենաազնիվ պահն է, որ նրանք դա գիտեն ու երբեք ոչ ոք չի նեղանա, որ ես ինչ որ մեկի երգը share չեմ արել կամ որ ես չեմ սիրում։ Այդ շատ լավ է, որ կա այդ հա, չէ, մենք շատ ազնիվ ընկերներ ենք։ Այն ինչը իմը չէ։ Հրաշալի։ Լավ, գանք համի ուժին։ Ինչ է սպասվում մեզ համի ուժից։ Նոր սկիզբ, շարունակություն, ուր ենք գնում, ինչերին ենք անդրադառնում։ Եվ սկիզբ է, եւ շարունակություն։ Եվ ամեն վարքյանում նոր ծնունդ է համի ուժը։ Այս անգամ սուրճի անդրադարձով մենք գնում ենք հասնում ենք էլի գաթային հայկական խորիզով հալվային, որը իմ մանկության համն է, սիրում եմ։ Հա, այն բանով սարքած հալվան է, շաքարավազով կամ մեղրով։ Խրթխրթան։ Ահա որ եմ սիրում եւ մենք սկսեցինք մինչեւ պահոց էտապը։ Հիմա արդեն որ պահքը սկսվել է, նաեւ պահոց Հիմա դժվար չի մեծ պահքի ընթացքում վերադարձակ ու դժվար չի նկարանումների իմաստով հայթայթել են ինչին պետք է անդրադառնանք։ Դժվար է, եթե պետք է փորձեմ այդ ուտելիքը, բայց նույնիսկ այդ նորմալ է ու կարելի է, որովհետև պահքը ամենակիչը սնունդի մասին է։ Պահքը քո ներսի մասին է ու մի քիչ էլ քեզ սանձելու մասին է, քեզ փոխելու, շտկելու, վերագտնելու մասին է։ Ու հետաքրքիր է, որ համի ուժը համընկավ այո հենց այս էտապին, որ մենք վերագտնենք մեզ ու Աստված տա, որ հաջողեմ, չգիտեմ։ Մենք հավատքի ուժով օրինակ ունենք առաջիկայում նպատակ գնալու Արևմտյան Հայաստան, Աստված առաջ։ Ունենք այդ արդեն գծած, բայց պետք է կարողանանք եւ նկարել այնտեղ են կարևոր ու մեզ համար առանցքային վայրերը, մեր պատմական վայրերը։ Հա, հրաշալի։ Հա, եթե ստացվի դա 25-ին։ Ամեն ինչ հիմա է, որ ասում եմ, այստեղ եւ հիմա։ Հրաշալի։ Որն ա եղել ամենահետաքրքիր արձագանքը, մեկնաբանությունը, որ լսել ես կամ կարդացել ես համի ուժի վերաբերյալ, որ տպավորվել է շատ։ Շատ են եղել, այն ժամանակ երբ համի ուժը նկարում էինք, օրինակ գնացինք Կոստանդնուպոլիս, ես չեմ ասում այդ քաղաքի անունը այլ կերպ, եւ Պոլսում նկարեցինք Դալակ Տոլմա, նկարեցինք այն իսկական հին հայկական ավանդական ուտեստներ, որոնք ընդ որում միայն այնտեղի մնացած հայերի ձեռքերից է դուրս գալի, ոչ թուրքերը ունեն, ոչ էստեղ են փաստագրություն է։ Ահա իմ YouTube-ում կա, փաստագրել ենք, իսկապես բանահավաքի պես հավաքել ենք մենք այդ ուղղակի հեշտ ենք ներկայացնում։ Մարդկանց թվում է այնքան հեշտ է, բայց կարևոր գործ։ Տաժանակիր աշխատանք եւ այն ժամանակ մենք նկարեցինք նույնիսկ այնտեղ Կոստանդնուպոլսում նկարեցինք Արա Գյուլլերին, ամենահայտնի նկարչին, որը նկարել էր Չերչիլից մինչև այլ քաղաքական հայտնի ու կարևոր գործիչներ։ Լեգենդար Գյուլլերը։ Այն Չերչիլի հայտնի սիգարով նկարի հեղինակն է։ Եվ մենք նկարել ենք ինչ էր սիրում նա ուտել, այդ Սիսերով հատուկ պատրաստուկ կա, որը էլի մեզ է բնորոշ։ Եվ մենք նկարել ենք Բեյրութը, այն ժամանակվա Բեյրութը իր փողոցային ուտելիքներով, իր հայկական թաղամասերով, որը հենց հիմա ես վստահ չեմ, որ կա կամ այդ վիճակում է։ Գուցե չկա արդեն։ Սա պատմագրում է։ Մենք նկարել ենք, եղել է, որ Դուբայի X հայ, որը ապրում է այնտեղ, եկել է հասել է Երևան, որպեսզի պատվիրի, օրինակ Շարլ կաֆեում հենց այնտեղի գաթան ու այնտեղի ապերոլը, որը ես պատրաստել էի, որովհետև նա գիտի, թե հենց այդ է ճիշտը ու այդտեղ պետք է դա ուտել։ Այսինքն մենք փորձում ենք նաև ձևավորել են Երևանյան միջավայրը ոչ թե միայն ուտելու մասին, այլև իրար հանդիպելու, որ այս միջավայրում դու կարող ես հանդիպել Ներսեսին, ու եթե դու Ներսեսի հետ ես, ապա ավելի լավ է նրա հետ ուտես իր տան գառնու հայտնի ուտեստը, որն է ասա։
Բոլորը ասում են, որ եթե զգառնեցի եմ, մեզ մոտ պիտի ամենահայտնի ուտեստը լինի գառնի ярախը, բայց Ոչ։ չի։ Չգիտեմ, մեր տանը ամենասիրելի ուտեստը բամայից ցարկած տոլման է։ Ես սիրում եմ տոլմա ու մենք գանք սիրով տոլմայի հետևում։ Պետք է ուտել այդ տոլմայից։ Եվ մենք անդրադարձանք շատ նախագծերի, բայց չանդրադարձանք կամուրջներին։ Ախր զգում եմ մի բան խոսել կամուրջների մասին։ Տարիքային է, գիտես, արդեն ես ուտի։ Դե կամուրջները իմ ամենասիրելի երեխան է։ Կամուրջները երբ ստեղծեցի 2 տարի առաջ, ունեի մենակ մի նպատակ, որ երիտասարդ սերունդը ինտերնետային այդ ահռելի տարածություններում, եթե հանկարծ մոլորվի, պահի տակ գտնի մի պատում, որտեղ կա անցյալը, ընթացքը, այսօրը, ներկան ու նույնիսկ ապագան, որովհետև չկա աշխարհում մարդ, որը ուղղակի էստեղ այս պահին հենց այնպիսին է, ինչպիսին կա, այդ մարդը գալիս է հեռուներից ու կամուրջներին անդրադառնում եմ առանձնահատուկ ուշադրությամբ, ոչ թե որ մարդը անպայման լինի տարեց ու մեծ գործունեություն ծավալած, չէ, որ մարդը լինի յուրահատուկ, որ իր կյանքի էջերը լինեն շատ բազմազան, լցված հետաքրքիր նյութերով, հասկանում ես, ու այդ կամուրջների հետո փորձում ենք հասկանալ նրա ընտանիքը, որտեղից է գալի, փորձում ենք հասկանալ նրա փիլիսոփայությունը կյանքի նկատմամբ։ Սա անգամ փաստական կյանքի մասին չէ, որքան նրա մտածողության տվյալ անձի։ Կամուրջները ամենամարդու մասին հաղորդումն է իմ արածներից ու ամենասիրելին այս պահի դրությամբ։ Ամենամերկ, իսկապես մերկ է, բայց այն սիրուն մերկությունն է, ոչ թե գրեհիկ կամ պահի տակ այն ինչը պետք է ծածկես, թող ծածկվի, բայց այն լավը, որը պետք է խոսվի ու ներկայացվի, թող մերկացվի այդ լավը։ Եվ ես իհարկե երազանք ունեմ շարունակելու ամենախելացին։ Այ այդ ես դրա մասին մոռացել եմ։ Ուրեմն ես ասեմ, ես եւ դա հեռարձակվում էր եթերով, մի քանի էպիզոդ եմ հասցրել դիտել ու հունվարին ես բավականին վատ հիվանդ էի մի քանի օր ու տանն էի ու YouTube-ով հայտնվեց իմ մոտ ամենախելացին, որովհետեւ ես մինչեւ այդ փնտրել էի, որովհետեւ TikTok-ում սկսեց այս տարի վերջին ամիսներին շատ պատտվել, շատ հետաքրքիր դրվագներ ու ես նայել եմ բոլոր էպիզոդները ամենախելացիի այս հունվարին, ունեի իմ սիրելի խաղացողները, կային այնտեղ շատ լավ ընկերներ, որոնց հետ ես Հայասպետում եմ խաղացել տասնյակ տարիներ առաջ, մի խոսքով շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը ու ես հենց հիմա կիսում եմ այդ միտքը, նազ ու այդ ոգևորվածությունը, որ դա իսկապես շատ կարևոր ու շատ լավ նախագիծ է, որ վերադառնա էկրան ու չգիտեմ, արա ամեն ինչ որ դա հետ գա։ Այ ես հիմա կարող եմ դիմել մեզ նայողներին, աշխարհով մեկ սփռված հայերին, եթե որևէ մեկը ձեզնից ունի մի քիչ ավելորդ կողքի վրա դրած ռեսուրս, ավելորդ այդ առումով, եւ եթե ունի մի քիչ այսքան ցանկություն, ես ձեզ առաջարկում եմ, եկեք անենք ամենախելացին։ Ինձ դրանից պետք է ոչինչ, բայց այդ մեծ ռեսուրս է, որ նույնիսկ եթե հիմա Armenia TV-ով մենք փորձենք սկսել, որտեղ դա outsource էր, ինչպես որ մնացած մի քանի պրոյեկտներ, դժվար կլինի իրագործել։ Մենակ ոչ մի TV մեգա նախագիծ է դա ամենը։ Իսկապես մեգա նախագիծ է, իր ֆինանսատնտեսականով, իր ահռելի մեծ թիմով, իր մանրակրկիտ մտածողությամբ ու նաև բազայով, որովհետև դու գնում ես շրջաններ, դպրոցներից ծաղկաքաղ ես անում, 3000 երեխայից ընտրում ես 100 քանիսին, հասկանում ես, այդ ֆիլտրացիա է գնում։ Չես կարող ուղղակի առաջին հայտը տվածին բերել ու խաղա ամենախելացին եւ ունենալ այսպիսի որակ։ Շատ է բարդ, բայց դա նաեւ այնպիսի մի հատ շարժում էր։ Բառից միայն լավ իմաստով հեղափոխական շարժում էր, որ մարդիկ նայում ասում էին՝ «Վայ, մեր ամենախելացիները, մեր այսօրվա հերոսները»։ Օրվա հերոսը ամենախելացին էր։ Հուսանք, որ ամենախելացին կվերադառնա հեռուստաէկրան։ Ես իսկապես մեծ հույս ունեմ ու զրույցը եզրափակենք մարտի 14-ին կայանալիք պոետիկ երեկոյի մասին խոսելով, որովհետև չանադարձանք պոետիկ երեկոներին։ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հունաստան, եթե չեմ սխալվում, Կիպրոս, մի խոսքով շրջագայություններ տարբեր երկրներում նորից ու հիմա մարտի 14-ին Երևանում ունենք պոետիկ երեկո։ Սկսենք նրանից, որ ես ունեմ սկզբունք, այո, վաղը, ունեմ սկզբունք, որևէ գործ որ անում եմ, պետք է որ առաջինը լինի Հայաստանում։ Եթե դա իմ նախագիծն է, հայ, այսքան տերը ես եմ։ Եվ մեր պոետիկ ներկայացումը սկսվեց իհարկե Հայաստանից, հետո գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երկու մեծ լիպլեցուն դահլիճում, շքեղ, հետո եւ գիտես այդ թյուր կարծիքը, որ ասում են, դե չկա, էլի չեն գալիս, չեն նայում, գալիս են։
նայում են, ուզում են, նույնիսկ պահանջում են եւ դու էլ ձևավորվում ես նաեւ ըստ նրանց պահանջի։ Ու այս պետք է հաշվի առնել ախր։ Ես որոշեցի, որ բանաստեղծական երեկոները մեր պետք է լինեն տարբեր։ Քանի որ այսօր իմ շատ գոլեգաներ են տարբեր վայրերում, տարբեր ձևերով կազմակերպում այդպիսի երեկոներ, ես գերադասեցի, որ իմը լինի մի քիչ ինձ բնորոշ։ Տարաբնույթ երաժշտական ուղեկցությամբ, բայց ոչ թե որպեսզի մենք կորցնենք խոսքը կամ որովհետև ես թերի եմ փորձենք երաժշտությամբ լրացնել, բոլորովին հակառակը, որպեսզի երաժշտական մասը բացվի, բացի խոսքը գա երաժշտության հետ դառնա սիրային երկխոսություն, որտեղ պոեզիան ծնվել է սիրուց կամ գուցե դրա պակասից։ Բայց ամեն դեպքում մեխը եղել է սերը։ Մեխը եղել է գոյությունը կամ բացակայությունը։ Ու կմնա սերը աշխարհի առանցքի հիմքում, եւ եթե այսօր մեր երկրում պակասել է սերը, ապա ես փորձում եմ իմ բոլոր նախագծերով, բայց այդ նախագծերի ամենավերին կետում ինձ համար կանգնած մեր բանաստեղծական երեկոներով լրացնել այդ սիրո բացն ու պակասը եւ բերել մարդկանց այդ երկխոսության դաշտ, ինչը որ նաեւ կամուրջներն է անում։ Ու մարտի 14-ին արդեն երկրորդ անգամն է, որ կամերային երաժշտության շքեղ գեղեցիկ տանը կամերային նվագախմբի հետ, Հայաստանի կամերային նվագախմբի շշմելու երաժիշտների հետ մենք անում ենք այդ երեկոն, որտեղ հնչում են եւ դասական, եւ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք ճիշտ համահունչ են Սևակի հետ, Չարենցի հետ կամ Տերյանի հետ, որոնք շատ համահունչ են այսօրվա ժամանակակից Երկարի հետ, Ավետի հետ Բարսեղյան, մյուս պոետների, այսինքն այստեղ նորից մենք կորցնում ենք ժամանակը, որովհետև տարածության մեջ, եթե վերցնենք հորիզոնական ու ուղղահայաց մեր տարածությունը, կետում խաչվում է սիրով մարդը եւ իր ամբողջության մեջ այդ մարդը որտեղից էլ գա եւ ուր գնա, մնում է այս կետում ներկա։ Եվ եթե ներկա ժամանակում ես այդ մարդու հետ կոնտակտի մեջ չեմ, այդ պոետի հետ կոնտակտի մեջ չեմ, ուրեմն անիմաստ է։ Մարտի 14-ին կամերային երաժշտության տանը, կամերային նվագախմբի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից այստեղ գտնվող դաշնակահար Արթուր Զաքիյանի նվագակցությամբ մի լրիվ ուրիշ ծրագիր եմ արել, մի քիչ կրկնողությամբ, մի քիչ լրիվ տարբեր, շատ սիրուն Ալիսե Կիրակոսյանը հնչելու է Երեմ Կարապետյան երկարը, հնչելու է Ավետ Բարսեղյան, Ավետի շշմելու նոր գործեր են վերցրել մի քանի հատ ցենց Այո, վերջապես մարդիկ արդեն ունեն հնարավորություն այդ գործերն ընթերցելու։ Եվ գիրքը կա, որովհետև լույս տեսա վերջերս, շնորհակալություն Նյումեգին։ Հայելի գիրք, այո։ Եվ հնչելու է Սևակ, Տերյան, այսինքն Կապուտիկյան կարող է անգամ չլինել, անպայման Թեքեյան, արևմտահայ բանաստեղծներ, պարտադիր։ Եվ գիտեք, ես ուզում եմ շնորհակալություն ասել հանդիսատեսին։ Այսօր փորձին եկել էր մի երիտասարդ աղջնակ, ուղղակի տեսել էր, որ ես իմ կեղտոտ մեքենան կայանեցի մոտակայքում, ոդկով եկա, մտա, որ վերջին փորձը անենք, եւ նա մոտեցավ, ծաղիկներ էր գնել, շքեղ կակաչներ, մոտեցավ, սպասեց, որ ավարտենք այդ փորձը, չգիտ, այնպիսի խոսքեր ասաց, որ ես դրանից հետո եւս մի ժամ պատրաստ էի փորձելու, այդքան սեր ստացա։ Մի անծանոթ աղջնակից, որի անունն էր Լիլիթ։ Եվ ես շնորհակալ եմ։ Լիլիթներն այդպիսին են, նրանք հրաշալի են, աստվածուհիներ են Լիլիթները։ Դաս ես վստահ եմ, որ վաղը իսկապես շատ շքեղ երեկո է սպասվում։ Շնորհակալ եմ քեզ, որ ներսում ես, շնորհակալ եմ առասարակ այն ամեն ինչի համար, ինչ որ դու անում ես ու այն սերը, որի մասին դու խոսում ես քիչ առաջ քո բոլոր ստեղծագործական երեխաներում ներդնում ես, մենք տեսնում ենք, զգում ենք ու ապրումակցում ենք ու վստահ եմ, որ տասնապատիկը քեզ վերադառնում է այս մարդկանց միջոցով, ովքեր քեզ սիրում են ու դրա մասին պատմում են քեզ։ Բայց ես քեզ բաց չեմ թողնում դեռ այսքանով։ Մենք ունենք փոքրիկ գեղեցիկ էքսպերիմենտ, այսպես ասենք, մարտի 14-ին ընդառաջ վաղվա երեկոյից սպասվող, բայց դրա մասին եւ դու եւ հերոստատիտողը կիմանաք կարճ դարձից հետո, այնպես որ մնացեք մեզ հետ։ Ты так красива, невыносимо рядом с тобою быть нелюбимым. Останови же это насилие, прямо скажи мне, ведь тему закрыли. Ты так красива, невыносимо рядом с тобою быть нелюбимым. Останови же это насилие, прямо скажи мне, ведь тему закрыли.
fragile we are. Մենք վերադարձանք բարի գալուստներս եւ հիմա Նազանի Հովանեսյանը կկարդա մի շատ գեղեցիկ ստեղծագործություն, որը դուք կարող եք վայելել ամբողջապես վաղը երեկոյան։ Գնացինք։ Մարդուն այնքան քիչ է պետք։ Մարդուն մարդու սիրտ է պետք։ Իրեն գոնե 3 րոպե լուր լսող ականջ է պետք։ Մեջքից հարվածողների մի քիչ խղճով ու կարճ ձեռք։ Հոգու մեջ մտնողների մի քիչ թեթև կոշկի հետք։ Մարդուն այնքան քիչ է պետք։ Մարդուն մի քիչ մարդ է պետք։ Շնորհակալություն Նազ, որ եկար ներս, շնորհակալ եմ քեզ, որ բերեցիր քո ֆանտաստիկ էներգիան ներս, ջերմությունը, դրականությունը, գեղեցկությունը ու մարդիկ, ովքեր ուզում են այս ամենը վայելել, առաջին դեմքով կարող են վաղը գնալ ու ունենալ հրաշալի երեկո, պոետիկ մի քիչ մտածելու, մի քիչ զգալու եւ մի քիչ ապրումակցելու։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում էիր։ Ես եմ շնորհակալ ամեն ինչի համար։ Միշտ գրկաբաց քեզ սպասում ենք ներսում։ Իսկ մենք այսօր այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով, եղեք խաղաղ, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Like tears from a star, like tears from a star. On and on, the rain will say how fragile we are, how fragile we are.